Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին անօրինական պետության ղեկավար է և չի կարող խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ կոռումպացված կառավարությունը փշրվել է ժամկետն անց Կիևի ծաղրածոյի շուրջը։ Նույնիսկ եթե նա որոշ ժամանակ էլ նստի իր գրասենյակում քթից կոկային փչելով, նա չի լինի խաղաղության պայմանագիրը ստորագրողը։ Ծաղրածուն ապօրինի է, հայտնել է անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Նրա խոսքով Զելենսկու ռեժիմի փլուզումը անխուսափելի է։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Սիրիայի միասնության աջակցության ցույցին մասնակցող խաղաղ բնակիչների վրա հարավային Կունեյտրա նահանգում, հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով իսրայելական զորքերը խոչընդոտել են սիրիացիներին վերադառնալ իրենց համայնք։ Խան Արնաբա քաղաքում բողոքի ցույցին մասնակցելուց հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոցներ, մասնակցելու 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Դամասկոսում ռեժիմի փոփոխության հանգեցրած ռազմական գործողության մեկնարկի առաջին տարեդարձին նվիրված ցույցին և բողոքելու Իսրայելի հարձակումների դեմ։ Հազարավոր սիրիացիներ ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքվել են երկրի տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում, ցույցեր անցկացնելու ի պաշտպանություն Սիրիայի միասնության և Իսրայելի ագրեսիայի դեմ։ Մասնավորապես, ցուցարարները դատապարտել են Սիրիայի Դամասկոս նահանգի Բեյթ Ջան քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացրած օդային հարվածները, որոնք խլել էին 13 մարդու կյանք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Շաբաթվա առաջին կեսին մենք ժամանակին կհայտարարենք ամսաթիվը, լրագրողներին հայտնել է Պեսկովը, պատասխանելով Պուտինի և Ուիթքոֆի հնարավոր հանդիպման մասին հարցին։ Զանգվածային բողոքի ակցիա է ընթացել Թբիլիսիում։ Մասնակիցները փողոցներ են դուրս եկել Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության դրոշներով։ Ցուցարարները դեմ են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու իշխանությունների որոշմանը։ Հիշեցնենք, երեկ լրացել է 1 տարին, երբ վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը կասեցնում է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են խորը ճգնաժամի մասին։ Կիևում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են խորը քաղաքական ճգնաժամի մասին, որը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալներով։ Կարծում եմ, ոչ ոք այս պահին չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչի կհանգեցնի դա ի վերջո, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նշել է, որ հետևանքները կարող են շատ տարբեր լինել։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, գործը շուտով կգնա դատարան։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համատեղ մշակված բարեգործական ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը Երուսաղեմում են գտնվելու 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների թվով 6-րդ խումբը։ Հանձնաժողովից հայտնում են, որ Անդրանիկ Քոչարյանի հետ խմբին ուղեկցում են պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։ ԴՕՔ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ տրամադրված է լքել ԱՄՆ-ն։ Ես տրամադրված եմ լքել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որքան ես կալանքի տակ եմ, այնքան Հայաստանը մեր ձեռքից գնում է։ Վարդան Ղուկասյանի խոսքերը փոխանցել է ԴՕՔ կուսակցությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը անվանել է զանգվածային։ Այնտեղ կոռուպցիոն սկանդալ է և այն էլ զանգվածային, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Նոյեմբերի 28-ի առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն սկսել է խուզարկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բնակարանը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, բյուրոն այժմ պատրաստվում է մեղադրանք առաջադրել նրա դեմ։ Լեհաստանի օդային տարածքի որոշակի հատվածների օգտագործման սահմանափակումները Ուկրաինայի և Բելարուսի հետ սահմանների մոտ երկարաձգվել են մինչև 2026 թվականի մարտի 9-ը, հաղորդում է Լեհաստանի օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը։
Լեհաստանի օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը երկարաձգել է Լեհաստանի օդային տարածքի մի մասի ազատ օգտագործման սահմանափակումները մինչև 2026 թվականի մարտի 9-ը, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Այս սահմանափակումների նախորդ վերջնաժամկետը սահմանվել էր մինչև դեկտեմբերի 9-ը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկությունները ներկայացնում են ճնշման նոր մակարդակ։ Երկրի նախագահի վրա կոռուպցիոն սկանդալի եւ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։ Հետաքննությունը ներկայացնում է ներքին ճնշման նոր մակարդակ Զելենսկու վրա, ով պայքարում է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Ռուսաստան նոր առաջարկի հետ, որը կպահանջի մեծ զիջումներ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել է հրատարակությունը։ Անդրեյ Երմակի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատումը այս ռեժիմի լիակատար փլուզումն է։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Այս առումով նա կոչ է արել Փարիզին դադարեցնել Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելը։ Այս ռեժիմին էլ ոչ մի ֆինանսական եվրո, ոչ մի ֆինանսական սենտ, պահանջել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Երմակի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն էր արել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա նշել էր, որ Ալիբաբան հրաժարական է տվել, բայց մնացել են 40 գողեր։ Նոյեմբերի 28-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Տեր Աբրահամ arczepiskopos Մկրչյանի, Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բացակայության պատճառով։ Այս մասին ասված է Մայրաթորի տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես նշվում է այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար։ Իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով։ Սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովապետի կողմից։ Այսուակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակապես անհիմն են եւ շինծու։ Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի, դատապարտելի եւ անընդունելի համարելով, որթե գրված սույն կեցվածքը ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները կվերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությանը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է զրոյական թափոններ համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ 2 տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքականություն մշակողների, նպատակ ունենալով խթանել զրոյական թափոնների գաղափարը համաշխարհային մակարդակով։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։ Փարաքարի նախկին համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է։ Սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Վոլոդիա Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։
Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի պարամետրերով, որոնք համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ։ Դրանք կքննարկվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ Այո, եւ հաջորդ շաբաթ բանակցություններ կլինեն Մոսկվայում, ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների խնդրանքներին, մեկնաբանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Նախորդ օրը Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար։ Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսվում է ժամանել Մոսկվա հաջորդ շաբաթ։ Հյուսիսատլանտյան դաշինքը շուտով կմահանա քայքայման եւ թուլացման երկարատև գործընթացի պատճառով։ Նման կանխատեսում է արել նորվեգական պարբերականը։ Սա տհաճ ճշմարտություն է, որի մասին նորվեգական հանրության մեջ քչերն են համարձակվում բարձրաձայն արտաբերել, բայց որն այժմ պարզ է նրանց համար, ովքեր իսկապես հետևում են աշխարհաքաղաքականությանը առանց ֆիլտրի։ ՆԱՏՕ-ն չի թուլանա, ՆԱՏՕ-ն շուտով կմահանա, ընդգծվում է զեկույցում։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքական քայքայման պատճառով, որը սկսվել է Ուկրաինայից շատ առաջ։ Հոդվածի հեղինակների կարծիքով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի օրոք անկման հաստատումը ակնհայտ դարձավ։ Նա ուժեղացրեց ռետորաբանությունը, բայց այն չդարձրեց իրականություն։ Նա կոչ արեց միասնության, մինչդեռ Միացյալ Նահանգներն էին կայացնում բոլոր որոշումները։ Նա խոսեց խաղաղության մասին, միաժամանակ հետևողականորեն խոչընդոտելով դիվանագիտությունը, նշվում է հոդվածում։ ԱՄՆ զինված ուժերը սահմանափակ տեղեկություններ ունեն այն մասին, թե ովքեր են գտնվում այն նավակների վրա, որոնց թիրախավորում են Կարիբյան ավազանում եւ Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Սեպտեմբերի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը սպանել են ավելի քան 80 մարդու, սակայն անհայտ է, թե արդյոք հարվածները ուղղված էին կարտելի բարձրաստիճան ղեկավարներին։ Լավագույն դեպքում թիրախները ցածր մակարդակի անձինք են, որոնց դերը թմրանյութերի առևտրում կարող էր լինել կոկաինի մեկ վայրից մյուսը տեղափոխելու համար վճար հավաքելը։ Վատագույն դեպքում նրանք ձկնորսներ, միգրանտներ կամ այլ անձինք են, որոնք կապ չունեն թմրանյութերի առևտրի հետ, հայտնել է պարբերականը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ակնկալում է, որ Ուկրաինային վարկ տրամադրելու համար սարեցված ռուսական ակտիվներ օգտագործելու վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերի 19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։ Նա այս մասին հայտարարել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը բանաձև է ընդունել Ուկրաինայի 2026 եւ 2027 թվականներին ֆինանսական կարիքները հոգալու համար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այս միջոցառում իրականացնելու տեխնիկական լուծման վրա։ Կոստայի խոսքով աշխատանքները լավ են ընթանում։ Մենք որոշում կկայացնենք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում դեկտեմբերի 19-ին, ասել է ԵՄ քաղաքական մարմնի ղեկավարը։ Միացյալ Նահանգները բորբոքեց Ուկրաինայում հակամարտությունը, ոչ մի արդյունքի չհասավ եւ այժմ առաջարկում է կարգավորման ծրագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալաթոլլա Ալի Խամենեն, գրում է Էլ Արաբիան։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հայտարարել է, որ կլուծի Ուկրաինայի հակամարտությունը 3 օրում, ասել է նա։ Այդ ժամանակվանից անցել է գրեթե 1 տարի եւ այժմ ԱՄՆ-ն առաջարկում է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր այն երկրին, որին ներքաշել է հակամարտության մեջ, նշել է Խամենեն։ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Եվրոպան կարող է բախվել տնտեսական սև խոռոչի, քանի որ երկրի վերականգնման եւ անվտանգության պահպանման հարցերը կհայտնվեն կենտրոնական դերում, հաղորդում է Reuters-ը։ Ուկրաինայում խաղաղությունը կբացի տնտեսական սև խոռոչ, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը թանկ կարժենա Եվրոպայի համար, ասվում է զեկույցում։ Նշվում է, որ նույնիսկ հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Ուկրաինան կմնա անորոշության օջախ, որը տարիներ շարունակ բացասաբար կանրադառնա Եվրոպայի տնտեսության վրա։ Reuters-ի տվյալներով գրեթե 1 տարի առաջ Համաշխարհային բանկը երկրի վերականգնման արժեքը գնահատել է $524 միլիարդ հաջորդ 10 տարիների ընթացքում։ 1 տարի անց այդ թիվը մոտեցել է $600 միլիարդ։ Փոխանակ Ռուսաստանը գրի այդ ծախսերի կեսը հրաժարվելով իր սառեցված ակտիվներից, Ուկրաինայի դաշնակիցները կարող են ստիպված լինել կրել բեռի մեծ մասը, նշում է գործակալությունը։
ԱՄՆ ազգային անվտանգության գերակա խնդիրը միգրանտների նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովումն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ Սպիտակ տան մոտ ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումը հիշեցնում է մեզ, որ մենք չունենք ավելի մեծ ազգային անվտանգության գերակայություն, քան մեր երկրում մտնող եւ մնացած մարդկանց նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովումը։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ զինվորականների շնորհիվ ԱՄՆ-ն այժմ ունի իր պատմության մեջ ամենաապահով սահմանը։ Միացյալ Նահանգները կասեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրինագծի քննարկումը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան կատարելիք այցից առաջ։ Այս մասին հայտնում է Kyiv Post-ը։ ԱՄՆ Սենատը կասեցրել է Ռուսաստանի դեմ երկուսակցական լայնածավալ պատժամիջոցների փաթեթի քննարկումը։ Օրինագիծը հետաձգվել է մինչև Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք նախատեսված այցը, հաղորդել է հրատարակությունը։ Մոսկվայում նկատվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին պատկանող ավտոշարասյուն։ Վնուկովո օդանավակայանում նկատվել է հունգարական ավտոշարասյուն։ Ենթադրաբար Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ժամանել է Մոսկվա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, ասվում է գրառման մեջ։ Բելգիայի վարչապետ Բարդևևերը նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, զգուշացնելով այն գործողություններից, որոնք կարող են խաթարել Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, հաղորդում է Financial Times-ը։ Վարչապետը կարծում է, որ սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը սպառնում է խաթարել հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագիրը։ Վերջինս առաջարկել է օգտագործել ԵՄ-ի չօգտագործված վարկային կարողությունը ընդհանուր բյուջեից Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Բելգիայի վարչապետը կարծում է, որ դա թույլ կտա Եվրամիությանը Կիևին տրամադրել 45 միլիարդ եվրո։ Դանիան 500 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել նորվեգական Kongsberg Defence and Aerospace պաշտպանական ընկերության հետ, NASAMS հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման համար։ Ընկերությունը պայմանագիր է կնքել Դանիայի կառավարության հետ հակաօդային պաշտպանության համար նախատեսված առաջադեմ ազգային մակերես-օդ հրթիռային համակարգի մատակարարման համար, հաղորդել է պաշտպանական ընկերությունը։ Ավելի վաղ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել 100 նոր ռադարային համակարգերի համար։ Մատակարարը հոլանդական Robin Radar ընկերությունն է։ Ըստ տեխնիկական պայմանների, սարքավորումները կարող են տարբերակել անօդաչու թռչող սարքերը թռչյուններից եւ այլ շարժվող առարկաներից, արագացնելով դրանց չեզոքացման գործընթացը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում հերթապահություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները։ Այդ ընթացքում Մայրաթորում ընթանում էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որտեղ քննարկվում էր 3 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների հարցը։ Հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 8 հոգևորականները մասնակցել են ժողովին, թե ոչ։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել մարմնական վնասվածքները։ Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում, փոխանցել են Պաշտպանության նախարարությունից։ Կիրակի օրը նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցեմ Սուրբ Եվան մահ պատարագի։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ ժամանակին հենց Սուրբ Սարգիս եկեղեցում է մկրտվել ինքը։ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Օրենքն ազգային ժողովն ընդունել է 55 կողմ 0 դեմ 24 ձեռնպահ ձայներով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով այս համաձայնագրով Հայաստանը ոչ միայն անվտանգության հարցերով սպառող կլինի, այլև կաջակցի անվտանգային այն միջոցառումներին, որոնք եվրոպացի գործընկերներն իրականացնում են։ Ի դեպ, այս համաձայնագրին ՀԱՊԿ անդամ որևէ պետություն չի միացել։ Օրեր առաջ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախագիծը հանձնաժողովում ստացել էր դրական եզրակացություն։
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած բացակայող, ինչպես նաև գովասանագրի արժանի աշակերտներին։ Նույն դասարանում կմնա, եթե աշակերտը տարվա ընթացքում որևէ առարկայից ստացել է շատ ցածր գնահատական՝ 1-ից 3 միավոր, նա պետք է վերաքննություն հանձնի։ Եթե վերաքննությունից հետո առնվազն 2 առարկայից նորից ցածր գնահատական ստանա, այսինքն 1-ից 3 միավոր, ապա կմնա նույն դասարանում։ Եթե աշակերտը կրթական մակարդակի, օրինակ 9-րդ կամ 12-րդ դասարանի ավարտին քննություններից եւ դրանց հաջորդող վերաքննություններից հետո առնվազն 2 առարկայից ստանում է 7-ից ցածր գնահատական 20 միավորանոց սանդղակով, ապա կկրկնի ուսումնական տարին։ Եթե աշակերտը տարվա ընթացքում բացակայել է 200 ժամից ավելին, նա ստիպված կլինի բոլոր առարկաներից լրացուցիչ գրավոր քննություններ հանձնել։ Այդ քննությունների արդյունքներով օգոստոսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կորոշվի նա կփոխադրվի հաջորդ դասարան, թե կմնա նույն դասարանում։ Եթե աշակերտը չներկայանա քննություններին կամ դրանց արդյունքում առնվազն 2 առարկայից ցածր, այսինքն 1-ից 7 միավոր գնահատական ստանա, նա կկրկնի դասընթացը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռեյկավիկ կատարած այցի ընթացքում կատարված մամուլի ասուլիսում բացահայտել է, որ չգիտի թե քանի երկիր է հիմնել ՆԱՏՕ-ն 1949 թվականին։ Իսլանդիան ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից մեկն է, որքան ես հիշում եմ, 1949 թվականին նրանք 10 էին, ասել է Ռյուտեն, սակայն դահլիճից նրան անմիջապես ուղղել են, որ նրանք 12-ն են։ Այո, 1949 թվականին նրանք 12-ն էին, խոսքը շտկել է Ռյուտեն, եւ Իսլանդիան ՆԱՏՕ-ի հիմնադիր 12 երկրներից մեկն էր։ Նա մնում է դաշինքի շատ կարևոր անդամ եւ կարևոր դեր է խաղում հեռավոր հյուսիսում։ Ռյուտեն կոչ է արել Իսլանդիային ավելացնել ռազմական ծախսերը եւ պատրաստվել վերին հյուսիսում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ բախման, որը արկտիկական տերություն չէ, բայց շատ ակտիվ է վերին հյուսիսում։ Հյուսիսատլանտյան դաշինքը հիմնադրվել է 1949 թվականին։ Դաշինքի հիմնական Վաշինգտոնյան պայմանագիրը կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին 12 երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Դանիայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարների կողմից։ Եվրոպացիները իրենք են սկսել հեռավորություն պահպանել Ռուսաստանից։ Ուկրաինայի իրադարձություններից հետո նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայում իրադարձությունների սկսվելուց հետո եվրոպացիները իրենք սկսեցին հեռանալ մեզանից, ասել է Ռուսաստանի նախագահը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումը, հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։ Առաջնորդի խոսքով շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում, եւ ուկրաինական կողմը լավ պատրաստված կլինի եւ պատրաստ կլինի բովանդակալից քննարկումների։ Ռուսաստանը կհյուրընկալի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը, այն կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդի նիստում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Մոսկվայում։ Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում, ասել է Պուտինը։ Հիշեցնենք, Ղրղստանի նախագահ Սադիր Ջապարովը նոյեմբերի 27-ին պաշտոնապես Ռուսաստանին է փոխանցել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ակնկալել Միացյալ Նահանգները կկիրառի նոր սահմանափակումներ Ռուսաստանի նավթային ընկերությունների նկատմամբ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պուտինի խոսքով վերջին միջազգային շփումներից հետո Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև որևէ հակասություն կամ լարվածություն չէր նկատվում։ Նա նշեց, որ կողմերը շարունակում են պահպանել Ամերիկայի Անկորինջ քաղաքում կայացած հանդիպման արդյունքում ձևավորված պայմանավորվածությունների շրջանակը։ Որևէ կոնֆլիկտային իրավիճակ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև այս հարցերի շուրջ չէր եղել։ Մենք մնում էինք Անկորիջի հարթակում եւ հանկարծ Միացյալ Նահանգները հայտարարում է երկում էր նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ։ Սա ինչի կապակցությամբ։ Ճիշտն ասած, ես նույնիսկ չհասկացա, թե ինչ է տեղի ունենում, ասել է Պուտինը։
Ուկրաինան պարտվում է եւ Եվրամիությունն այլևս պատրաստ չէ ծածկել նրա ռազմական ծախսերը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Ուկրաինան պարտվում է պատերազմում եւ փող չունի։ ԵՄ անդամ պետությունների զգալի մասը համոզված է, որ ֆինանսական միջոցները պետք է շարունակեն ուղղվել Ուկրաինա, չնայած վերջին կոռուպցիոն սկանդալների եւ ամսդայության բարձր մակարդակը, ասել է Ֆիցոն պատասխանելով խորհրդի անդամների հարցերին։ Հանդիպումը 5 շաբթի հեռարձակվել է Սլովակիայի խորհրդարանի կայքում։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղ պայմանագրի ստորագրման դեպքում հակառակ կողմը պետք է ունենա անվիճելի լեգիտիմություն, նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Դիվանագետի խոսքով շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինայի կողմից հանդես եկող ստորագրող կողմի լեգիտիմությունը ոչ կայուն լինի իրավական կամ քաղաքական կասկածների նկատմամբ։ Գրուշկոն ընդգծել է, որ նման կողմը չպետք է դառնա ներքաղաքական գործընթացների ազդեցությամբ պայմանագրի ուժը կորցնելու կամ իրավական հիմքերի տկարացման պատճառ։ Նա հավելել է, որ խաղաղ պայմանագիրը պետք է լինի ոչ միայն իրավականորեն կայուն, այլ նաև պաշտպանված ներքաղաքական շրջադարձերի կամ իշխանության փոփոխությունների միջոցով այն զրոյացնելու փորձերից։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ոչ ոք չի կարող սահմանափակել Ռուսաստանի ռազմական բյուջեն։ Վերջինս այսպես է արձագանքել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի առաջարկին Ուկրաինայի կարգավորման շրջանակում սահմանափակել Ռուսաստանի պաշտպանական բյուջեն եւ բանակի թվաքանակը։ Նա կարող է հայտարարել ինչ ուզենա։ Ոչ ոք չի կարող սահմանափակել մեր ռազմական բյուջեն, ընդգծել է Գրուշկոն, մեկնաբանելով եվրոպական նախաձեռնությունը։ Ավելի վաղ դիվանագետը նշել էր, որ Մոսկվան Եվրոպային չի տեսնում բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Եվրամիության ներկայիս դիրքորոշումը հակասում է խաղաղության հասնելու նպատակներին։ Նրա խոսքով առանց հակամարտության առաջացման պատճառների վերացման իրական կարգավորումը հնարավոր չէ։ 3 նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Տեր Առաքել arczepiskopos Քարամյանը, Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Վարչապետը ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։ Նրա խոսքով այն թեման, որն արծարծել են եպիսկոպոսած դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ են առնչվում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին եւ նշել պետության եւ հասարակության արժեքահեն լինելը կապված է նաեւ հոգեվոր կյանքի հետ։ Որտեվ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ից 30-ը, դեկտեմբերի 2-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Դեկտեմբերի 1-ին 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 28-ից 30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև։